մեզ հարցնես որտեղ է նրա գիշերը։ Բացարձակ։ Կարո ջան, ինձ համար շատ վաղուց միևնույնն է դու գիշերները որտեղ ես անցկացնում։ Լավ։ Բայց մի րոպե։ Ինձ հիմա ուրիշ բան է հետաքրքրում։ Կարո ջան, ձեր գյուղի բարեկամները երկար են մնալու իմ տանը։ Ոնց գյուղի բարեկամները։ Ինչի բացի Մաշա մորքուրից։ Հուսո քերին էլ է, եկե։ Ոչ, Կարո ջան, Մաշա մորքուրից նկատի ունեմ։ Լավ բրցանք։ Ինչ անենք, եկե լա, քեզ խանգարում, թող մնա էլի։ Հա, խանգարում է, Կարո ջան։ Հերիք չի իրերը հավաքել, գյուղից տեղափոխվել է իմ տուն, մի հատ էլ իմ գործերին է խառնվում։ Մաշա մորակույրը տեսօր նվարտին կարգադրել է, որ ինձ համար պատրաստած նախաճաշը գցի աղբամանը, ու ինձ ստիպում էր, որ իր պատրաստած գյուղի քրճիկները ուտեմ։ Բա։ Ոնց կերել ես գյուղի քրճիկ, որտեղ խոսում ես։ Քրճիկը էլի կեր ինչ ա եղել, նորմալ բան է։ Հիմա մեծ կնիկամ իմանես սարքել է։ Կեր վերջում էլ ասա շնորհակալ եմ, շատ համով է։ Ինչ կլինի։ Ավելի լավ է մեռնեմ։ Մենակ որ հիշում եմ այդ հոտը, ինչ հոտ էր գալիս տնից, արդեն սիրտս խառնում է։ Ինձ ինչ ես ուզում ինձանից։ Ուզում եմ, որ քո Մոշա մորաքրոջը բացատրես, որ պետք է չխառնվի իմ գործերին։ Ու ավելի ճիշտ կլինի ոչ միայն իմ գործերին չխառնվի, այլ ընդհանրապես իրերը հավաքի ու գնա այստանից դու էլ հետը։ Ես գիտես, որ դες ման չեմ կարող ասեմ։ Չեմ էլ ասի։ Ինչ ուզում ես արա, մի կերպ հարմարվի եմ մտքի հետ, որ մորքուրս մնալու է մեր տունը։ Չգիտեմ, ինչ ուզում ես արա, լեզու գտի այդ կնգա հետ։ Այդ անհնար է, Կարո ջան, ես չեմ կարող այդ կնոջ հետ մի հարկի տակ ապրել, չես հասկանում։ Ես շատ լավ քեզ հասկանում եմ։ Բայց ես ոչ մի բանով չեմ կարող օգնեմ, ոչ կարամ խորհուրդ տամ։ Բայց դու ինչ չես հասկանում։ Երես երեք ես 1000 անգամ ասեցի։ Ես ինձ վատ եմ զգում Լիզա ջան։ Դու բայց չէ, էլի քոնը առաջ ես տանում։ Ուղիղս ծանրաբեռնում ես քո այդ անիմաստ խոսակցություններով։ Ինչ ես ուզում ինձանից։ Մորքուրս մնալու է ստեղ։ Վերջ։ Հələ հուսով քերրուսը կանչելու եմ։ Նես քոնը ասեցիր գնում ես էլի, հա։ Հա։ Դե լավ է, էլի նյարդեր եկեք դիմացեք։ Ես գնում եմ փոխվեմ գնա դպրոց։ Գալիս ես արի քեզ կտանեմ։ Պետք չի, հա։ Ու ընդհանրապես այդ ջարդած տաշտակով այդ հերիքը խայտարական ես ինձ դպրոցում։ Ավտոտնակում 7 հատ մեքենա կա, մեկը վերցրու։ Ինձ չարցած տաշտակը շատ լավ է, ձեռը տալիս։ Կարո։ Նենց մի արա, որ ես հիմար հարցերը ես քեզ մի քանի անգամ զգուշացնեմ։ Բան ասեցի լսի։ Բրծար։ Հա։ Դե գնա։ Էլի անցանք 5 տաշտակին էլի։ Բայց քեզ էս պետք էր Կարո ջան։ Սպասում եմ Լիդիա։ Դի փոխվել է։ Ես ուզում եմ, որ մեր երկրում ամեն ինչ այնքան լավ լինի, որ թեկուզ ժամանակավոր ոչ մի հայ չլքի մեր երկիրը։ Այո, ես համավիտ եմ ձեզ հետ, որովհետև այդ ճանապարհի ընթացքում այնքան փորձությունների եկում ենք հանդիպում։ Ներեցեք, պետք է պատասխանեմ զանգին։ Ալո, լսում եմ ներսես սիրելիս։ Բարի օր իմ չտաղագույն, իմ գեղեցկուհի, իմ Ռիմա։ Օրվա ինչպիսի սկիզբ, ինչպիսի ջերմություն, բայց ավաղ հնարավորություն չունեմ նույն կերպ պատասխանելու քեզ։ Ինչու՞։ Ինչը, կամ ով է քեզ խանգարում, որ դու էլ ինձ գեղեցիկ ողջունես, իմ բոլոր ժամանակների ամենամեծ սեր։ Ես մի քիչ հետո քեզ կզանգահարեմ եւ կլրացնեմ այն բացը, որ հիմա եմ քեզ թողնելու։ Լավ հասկացա, դու մենակ չես հիմա։ Քեզ մոտ ուսուցիչներից մարդ կա։ Քեզ բառից հասկացող իմ սրտակից։ Լավ իմ երկրային հրեշտակ, իմ սքանչելի գեղեցկուի, կանացիության մարմնավորում։ Հիմա անջատում եմ հեռախոսը, բայց անհամբեր սպասել եմ քո զանգին։ Իմ բարի Ներսես, իմ սրտակից։ Դե եթե դուք թույլ տաք, որ ես աշխատեմ այս դպրոցում, հավատացեք, ես ամեն ինչ կանեմ, որ դուք իմ եւ աշխատելավոճից եւ մոտեցումից ամեն ինչից գոհ կլինեք։ Իսկ փաստաթղթերը ես ընթացքում կներկայացնեմ։ Ներեցեք, իսկ ինչպես պետք է դիմեմ ձեզ։ Ներսես Բարեղամյան, Նեապոլի։ Ներսես, ես հիմա կնվաղեմ, ինչպիսի հարազատություն եւ ջերմություն կա այդ անվան մեջ։
Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Դե ինչ հարգելի Ներսես Նեապոլի, ձեզ հետ անկեղծ կլինեմ, երբ դուք ներս մտաք, ես անասելի հարազատություն զգացի ձեր մեջ։ Շնորհակալ եմ եւ անկեղծ ասած ես էլ նույն հարազատությունը զգացի եւ ձեր բարեհամբույր վերաբերմունքը ինձ շատ դուր եկավ, շնորհակալ եմ։ Գիտեք, ինձ մի պահ նույնիսկ թվաց, որ մենք վաղուց ծանոթ ենք։ Անդադար մտածում էի, թե որտեղից։ Այդպես էլ չմտաբերեցի։ Բայց երբ ասացիք ձեր անունը, ես հասկացա, թե որտեղ է թաքնված գաղտնիքը։ Մի խոսքով, չնայած մոտենում ենք տարեվերջին, բայց ես ձեզ կտամ հնարավորություն, որ միանաք մեր հրաշք կոլեկտիվին։ Հարգելի Տիկին Լանջունի, ես հոգաչափ շնորհակալ եմ ինձ վստահելու համար եւ ես ամեն ինչ կանեմ, որ դուք գոհ մնաք իմ աշխատանքից։ Գիտես չէ, օթերով եմ եկել, որ ինչքան կարամ շուտ հասնեմ, մի վայրկյան շուտ կողքի լինեմ։ Ոնց ես։ Չնայած ինչ անիմաստ հարցեր եմ տալիս, պարզա որ մի քանի րոպեվա մեջ բան չէր փոխվի։ Իմ մոտ ինչ-որ բան փոխվելու համար օրեր են պետք, ամիսներ, տարիներ, բայց տենց էլ չգիտեմ, կփոխվի մի բան թե չէ։ Մար, ես չեմ հարցնի ինչ ա եղել։ Կուզես կասես, կուզես չես ասի։ Բայց անկախ ամեն ինչից իմացի, որ դու ինձ կարաս վստահես։ Տիկ, ես հիմա ոչ մեկին էլ չեմ կարա վստահեմ։ Այն ամենահարազատ մարդկանց ում վստահում էին, դավաճանեցին։ Ու հիմա ես չգիտեմ ինչ-որ մեկին կարամ էլի վստահեմ, թե չէ։ Շուշին ինձ ասում էր, որ վատ վիճակում ես, բայց որ ես աստիճանի չէի պատկերացնում։ Սուս, խնդրում եմ, իր անունը մի տուր, չեմ ուզում իր մասին լսեմ։ Մար, որ Շուշի պահովել ես սենց ասում, ես արդեն պատկերացնում եմ պայի լրջությունը։ Տիկ, դու ավելավա ասա ինչ կարևոր բան ուներ ինձ ասելու։ Որ անկեղծ ասեմ, ոչ մի կարևոր բան էլ չկար։ Ուղղակի որ իմացա, ես վիճակում ես, ասացի գամ կողքի լինեմ։ Իզուր դասից դուրս ես եկել։ Մար, մենք ընկերներ չենք, չգիտեմ ինչի մեր մտերմությունը չի ստացվել ի սկզբանե։ Բայց դա կարևոր չի, կարևորն է նա, որ ես քո հանդեպ ուրիշ հարազատություն եմ զգացել։ Դու ինձ համար շատ կարևոր մարդ ես, դրա համար ուզեցի գամ ու դժվար պահին կողքի լինեմ։ Ու մի բանը լավ իմացի, որ դու հույսդ ինձ վրա կարաս տնես, մար։ Էլեն գժվել ես, ինչ ես անում։ Անում եմ այն, ինչը որ անում եմ հիմնականում, երբ որ մենակ ենք լինում։ Դե հիմա էլ էինք մենակ, չմտածեցի, որ ինչ-որ մեկը ներս կմտնի։ Դե չկարողացա ինձ զսպել, ոնց որ դու հաճախ ինձ տեսնելիս չես կարողանում քեզ զսպել, այդպես էլ ես չկարողացա։ Դու գժվել ես, լրիվ ինչ ես խոսում։ Վան, ինչի ես քեզ այնպես պահում, իբր մեր մեջ ոչ մի բան չկա։ Ուշ թե շուտ իմանալու են, չէ՞ բոլորը ճշմարտությունը։ Ինչ ճշմարտություն։ Այն ճշմարտությունը, որը որ բոլորից թաքցնում ես։ Հա ու այդպես չնայես, թե չէ նորից կհամբուրեմ։ Դու գլխի հետ խնդիր ունես Էլեն։ Վան, բայց ինչի։ Ուրեմն ձեր տանը ինձ համբուրելը նորմալ է։ Մեր տանը եւս։ Բնության գրկում, Սևանի ափին, անձրևի տակ ինձ համբուրել ու ինչ-որ գեղեցիկ խոսքեր ասելը նորմալ է, բայց այստեղ նորմալ չի։ Դե հիմա այդպես ստացվեց, ինչ անեմ։ Ես քո հետ հետո կխոսամ, սպասի։ Ալինարս։ Այսպես երբ տանը չի։ Չէ, նարս, ես որ առավոտ դուրս էի գալիս, ինքն էր պատրաստվում դուրս գար։
Հեռախոսս տանն եմ թողել փաստորեն, ես գիտեմ կորցրել եմ։ Ինձ կներես մի հատ զանգանում, հետո շփվենք, հա։ Մար։ Մի շուր ես, առավոտից քեզ եմ զանգում։ Մարս գնացել էի օդանավակայան, համել գիտեի հեռախոսս կորցրել եմ, դու մի ասա տանն էի թողել։ Տեսել ես քանի անգամ եմ զանգել։ Հորաքրոջս աղջիկներ եկել Ռուսաստանից գնացել էի դիմավորեի։ Լավ, դու ինձ ասա հիմա ուր ես, Շուշիանց ես, թե դպրոց ես գնացել։ Ես դպրոց չեմ գնացել, Միշա։ Այսինքն Շուշիանց ես, լավ, հեսա գամ։ Չէ, Շուշիանց մոտել չեմ, ու էլ իրանց տուն չեմ գնալու։ Այսինքն չեմ գնալու։ Լավ, որտեղ ես հիմա ասա գամ հետևիցդ։ Հետո կպատմեմ, հեռախոսով խոսելու չի։ Մարի ջան, մի հատ կբացատրես հետո ինչ ա եղել, որ ես վիճակիդ ուզում ես մենակ մնաս։ Միշ, մի անհանգստացի, մենակ չեմ։ Ահա հետո։ Տիկոյի։ Անուշ, ստասի խոսենք, հա։ Ես դասի եմ։ Հա, ես էլ եմ դասի, ոչինչ, 2 րոպե ուշացումով կգնանք։ Հուսով եմ Էլենի ասածները լուրջ չես ընդունում։ Չեմ կարծում, թե Էլենի ասածների վերաբերյալ իմ կարծիքն այդքան կարևոր է։ Որ կարևոր չլիներ, չէի ասի։ Ես չեմ հասկանում, ինչ ես ակնկալում ինձնից լսել։ Թե դու Էլենը ինչ եք խոսում, ուր եք գնում եւ ինչ եք անում, դա իմ գործը չէ եւ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինձ ու Էլենին մի ընդհանուր անցյալ է կապում, որը արդեն անցյալում է։ Լավ։ Անուշ, ես լուրջ եմ խոսում։ Ես էլ։ Դու ինչ ես սպասում ես, որ ես պետք է սկզբում Էլենի հետ խոսեմ, հետո քեզ հետ խոսեմ, հետո համեմատեմ ձեր ասածները, պարզեմ, թե ով է ճիշտ ասում, ով է ստում։ Դու մտածում ես, որ ես այդպիսի մարդ եմ։ Ախր լսելու եւ ստուգելու ոչինչ չկա։ Դե դրա համար էլ ասում եմ լավ։ Այդ լավը ինձ դուր չի գալիս, էլի, որովհետեւ դու ինձ համար չափազանց կարևոր մարդ ես։ Ու քո իմիջիալոտ շպրտած լավը ես որպես պատասխան չեմ կարողանում ընդունել։ Խնդրում եմ, արի վերջ տանք այս խոսակցությանը։ Նախ դպրոցում ենք եւ անձնական հարցերը քննարկելու տեղ չի սա։ Եվ հետո ես հիմա այն վիճակում չեմ, որ սիրային հարցեր քննարկեմ։ Ել քեզ ոնց բացատրեմ, որ տենց բան չկա, Անուշ։ Դե իհարկե, ամենտեղ պետք է բռեությունը ցույց տաս։ Քեզ հետ ընդհանրապես չի լինում շփվել։ Օր-օրի ավելի չոբան ես դառնում։ Այդ նրանից է, որ հաստակողությունդ ես միշտ առաջ բերում, այլ լաչար։ Շնորհակալ եմ։ Էլի ինչ-որ բան ունես ասելու։ Իբր այսքան ասածը շատ ընդունեցիր, մի հատ էլ ուրիշ բան ասեմ։ Լավ։ Գիտես, Վան, ես վաղուց արդեն մարդկանց խոսքերին չեմ հավատում։ Ես հավատում եմ նրանց գործողություններին ու իմ աչքի տեսածին։ Ուզում ես մի քիչ ավելի պարզ խոսի, որ հասկանալի լինի։ Արեշատյան, Շանազարյան։ Բարև ձեզ, բարև դուք, ջան։ Բարի լույս, ես ինչ անհավասարակշիռ վիճակ եմ մոտդ։ Ես ատում եմ այս բարձրակրունկները եւ լանջունում, բայց իսկ կանչիրները։ Այս անգամ ուր ես վազում, կամ ում ես կանչում։ Վազում էի քեզ մոտ, կանչում ա քեզ։ Ինձ։ Հիմա ինչ է պատահել։ Կարող եմ Արիի հետ է կապված։ Չէ, նոր ուսուցիչ է եկել, ուզում ա ծանոթացնի։ Լավ, դե գնանք տեսնենք ով է այդ նոր ուսուցիչը։ Մեր խոսակցությունը չի ավարտվել, Անուշ։ Գնանք։ Հա, բայց միայն թե ոչ նույն արագությամբ։ Հենվիր ձեռքից կօգնեմ։ Շնորհակալ եմ, բարիս։ Ինչ տիկո մարի դրա հետ ինչ գործ ունես։ Ուր եք հիմա։ Ուր եք։ Այդտեղ սպասի ես գալիս եմ։ Աստված շանի եկել եմ էդի տեղ աղե։ Բան ա եղել Միշ։ Չեն արես։ Մանր մարդիկ, մանր պրոբլեմներ։ Լավ, ես դուրս գամ հեսա կգամ, էլի։ Ես վերցրու, սեբան կպատվիրեմ, կգակ ուտես։
Միշ, ես փող ունեմ։ Չասեցի չունես, բայց քո մոտինը ռուբլի է, չես փոխել դրան։ Այս բայ հեսա կպատվիրեմ ես։ Չէ, Վան, դու ինձ սխալ ես հասկանում։ Դու որ մասն եմ սխալ հասկանում, որ անընդհատ երկուսիս կյանքը բարդացնում ու փչացնում ես։ Էլի սխալ հետևություն ես անում։ Ինչու՞ եմ սխալվել, մի հատ կասես։ Էն որ ես քեզ վնասելու համար չեմ ինչ որ բան անում։ Ես ամեն ինչ անում եմ քեզ սիրելով։ Լավ, ինչքան կարելի է նույն երգը երգել են։ Դե ինչ անեմ, եթե դու ուրիշ ձև չես հասկանում, ինձ սա է մնում։ Հանուն մեր ընդհանուր անցյալի հրաժարվի ես ամեն ինչից։ Հանուն մեր ընդհանուր ապագայի չեմ կարող։ Էլեն ինչի ես ստիպում, որ քո այդ վիրավորանքներով խոսեմ։ Դու այդպիսի բան երբեք չես անի։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Այնքան լավ, որ ոչ ոքի ես դպրոցում, Հայաստանում կամ ընդհանրապես աշխարհում չեմ ճանաչում ավելի լավ։ Էլեն քեզ վերջին անգամ եմ ասում։ Գնա քո կյանքով ապրի, մի խանգար ինձ։ Չի կարա լինի նման բան, Վան։ Ես կհասնեմ իմ ուզածին։ Մենք լինելու ենք միասին, ու այն նպատակները ու ցանկությունները, որ մենք ունեցել ենք, իրագործելու ենք։ Դու ընդհանրապես չես լսում, քեզ ինչ եմ ասում։ Չէ, չեմ լսում ու չեմ ուզում լսել, որովհետև դու միշտ իմն ես եղել, ու իմն էլ մնալու ես, Վան։ Ես քեզ այնքան ախր շատ եմ սիրում, այնքան սիրով, չես հասկանում։ Ես չեմ կարա թույլ տամ, որ ինչ-որ մեկը այդ սերը մեզնից խլի։ Չես ամեն ինչը քեզ շատ վատ տեղը հասցնելու, հիմիկվանից զգուշացնում եմ։ Չէ, հակառակը։ Շատ լավ տեղը տանելու։ Էլեն, դու ամեն ինչը շատ սխալ ես հասկանում ու շատ սխալ ես մեկնաբանում։ Իմ միակ մեկնաբանությունը սերն է։ Ուզես թե չուզես։ Բարև աղբեր ջան։ Բարյուրս։ Կներես, գործից կտրեցի, մի երկու հարց ունեմ։ Փոսա, ինգեր ջան։ Կարող է ձեր մոտ բանվորի գործի տեղը լինի։ Բանվորի գործ միշտ էլ կա։ Խոմ էդ էլ մինիստրի գործ չի որ չլինի։ Եղավ, շնորհակալ եմ աղբեր ջան։ Իսկ կարող է պայմաններն էլ իմանաս։ Մանրամասը չգիտեմ, բայց կարամ ասեմ գնաս մեր գործի տեղ հաստատ մի բան կառաջարկեն։ Եղավ աղբեր ջան, շնորհակալ եմ։ Խնդրեմ ջիգերս։ Հարազատ, այդ գործը քո համար էր։ Աղբեր ջան։ Ճիշտն ասած մի երկու տեղ դիմել եմ, բայց էլ լուրջ չկա։ Ասի մի հատ էլ ձեր մոտ փորձեմ։ Հասկացա։ Ջիգեր, օրը նոր է բացվել։ Այն որ հիմա որ գնաս, հաստատ տնօրինությունը տեղում կլինի, մի բան կլինի էլի։ Եղավ, շնորհակալ եմ աղբեր ջան։ Լավ որ քեզ։ Աստված հետո ջիգեր։ Հաս հիմա մեր մոտ ինչ դաս է։ Անգլերենը։ Թույն։ Ինչն է թույն, որ ուսուցիչ չունենք։ Հա։ Մի հատ նենց սերիալ եմ գտել։ Մի հատ նենց սերիալ եմ պեղել։ Գիշերը քնելուց ասում եմ՝ մի սերիա նայեմ, նոր քնեմ։ Հեն էլ ինչ մի սերիա։ Միջև լուսաբաց նայում եմ։ Վայ, չոփ նենց հավեսով գովազ դարեցիր, մոտս հետաքրքրություն առաջացրեց։ Հələ ուղարկի տերնամ այդ ինչ սերիալ է։ Artflix-ով է, հեսա լինկը ուղարկեմ։ Դե ուղարկի։ Բարև Այսքանը տեք։ Այո, մնացածը բացակայել է։ Լավ, ուրեմն այսքանը ծանոթացեք, ձեր նոր անգլերենի ուսուցիչն է, պարոն Բարեղամյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դարոսյան, ինչ-որ բան ունես ասելու։ Չէ, ուղղակի նոր մտածում էի ինչ վատ է, որ անգլերենի ուսուցիչ չունենք։ Էն էլ ալեի հոպ ու դուք եք մտնում նոր ուսուցչի հետ։ Լավ պայծառ ջան, թող երեխայի գործերը բերեն, ես կընդունեմ։
Շատ լավ։ Բայ, պայծառ ջան, բա եղավ, բա ինչի համար ենք, որ նեղն ընկած տեղը իրար ձեռք չմեկնենք։ Չէ, պայծառ ջան, խնդիր չի, որ տարեվերջ է։ Լավ, հաջողություն։ Արի Լիդիա ջան, դու խինային ասեմ, քեզ համար էլ սուրճ պատրաստի։ Չէ, տիկին Լանջունի, սուրճ չեմ ուզում, ճնշումս առանց այդ էլ շատ բարձր է։ Ինչի, ինչ է պատահել, գիշերը չես քնել։ Չէ, շատ լավ եմ քնել։ Ուղղակի մեր դպրոցի միջանցքում հանդիպեցի մեր նոր մասնագետին, նոր ուսուցչին։ Դու անգլերենի նոր մասնագետին նկատի ունես։ Այո։ Ես չգիտեմ ինչի մասնագետ է տիկին Լանջունի, բայց որ վրան ուսուցչի շնորհք չկար, դա հաստատ է։ Տիկին Լանջունի, չեմ հասկանում, դուք որտեղից եք գտնում այս մասնագետներին։ Հատուկ եք նմաններին ընտրում։ Լիդիա, ես ինչ անեմ, որ այդ մարդը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց։ Այսինքն մեր անգլերենի մի մասնագետը շատ ծանրաբեռնված է։ Մյուսը դեկրետի մեջ է։ Այս մարդը եկավ եւ խնդրեց, որ իրեն հնարավորություն տամ աշխատելու մեր կոլեկտիվում։ Ես չմերժեցի։ Եվ հետո Լիդիա մի այնպիսի բան ասեց, որ սիրտս տեղում նվաղեց։ Ես չգիտեմ ինչ է ասել տիկին Լանջունի ու ճիշտ ասած չի էլ հետաքրքրում, բայց ես խնդրում եմ հաջորդ անգամ նման որոշում կայացնելուց առաջ ինձ հետ խորհրդակցեք։ Շատ լավ, բայց դու պետք է իմանաս, թե նա ինձ ինչ ասաց, որ սիրտս տեղում նվաղեց ու ես անկարող էի նրան մերժել։ Այ հիմա էլ որ հիշում եմ, մարմնովս դող է անցնում։ Երբ նա ասաց, որ Աննա ներսես է, ես անկարող եղա խոսակցությունը այլ հունով տանել։ Դու հասկանում ես, չէ՞։ Չէ, կներեք, բայց ճիշտը որ ասեմ, չեմ հասկանում ձեզ տիկին Լանջունի։ Ոնց կարելի է ինչ-որ մեկին աշխատանքի ընդունել միայն այն պատճառով, որ անունը Ներսես է։ Չեմ հավատում, Լիդիա, միթե այդ անունը քեզ ոչինչ չի ասում։ Ես համոզված եմ, որ եթե այդ անունը լսելիս դու էլ լինեիր իմ փոխարեն, կընդառաջեիր նրան։ Լավ էլի տիկին Լանջունի, եկեք ձեզ խանգարող զգացմունքները դրեք մի կողմ ու ստապ դատողությամբ առաջնորդվենք։ Լավ, եթե ստացվի այնպես, որ այս մասնագետը պարզվի վատ մասնագետ է, ինչ է, աշխատանքից չենք հեռացնելու, որովհետև անունը Ներսես է։ Նվաղում եմ, Լիդիա ջան, նվաղում եմ, թող այդպիսի բան չլինի։ Թող չլինի։ Մար Միշոյի հետ խոսելուց հետո ավելի նեղվեցիր։ Միշոն կապ չունի։ Ոնց կապ չունի։ Առանց այդ տրամադրություն չունեիր, հիմա ավելի չունես։ Գիտես Տիկ, շատ շնորհակալ եմ, որ եկար ու այդքան սրտացավ ես իմ համար, բայց հիմա ավելի լավ կլինի գնաս։ Իզուր համը դասի չես ուշանա։ Իզուր չի մար։ Հասկանում եմ ինչ ես ասում, որ Միշոն գա նորից չվիճենք։ Դե հա, ուղղակի Ուղղակի էլ բան մի ասա։ Խոսք եմ տալիս Միշոն ինչ էլ ասի, ես թեմա չեմ սարքի։ Մենակ խնդրում եմ թույլ տուր, սպասեմ այնքան մինչև գա։ հիմա որ թույլ չտամ, կգնաս։ Կգնամ, բայց ինչ մեղքս թաքցնեմ։ Այնտեղ միտեղ կկանգնեմ, կսպասեմ այնքան մինչև գա։ Շնորհակալ եմ շատ Տիկ։ Ոնց է ստացվում, որ այն մարդիկ, ում հարազատ ես դու ընդունում, մի օր թիկունքիցդ հարվածում են, բայց այն մարդկանց, ովքեր այդքան էլ հարազատ չեն քեզ, ավելի սրտացավ են դառնում քո համար։ Հասկացա, ինչպես միշտ ինձ ուղարկեցիր երկրորդ պլան։ Կներես։ Չէ, նորմալ է, մար ջան, կատակ եմ անում, սրտիդ մոտ մի ինձ ունի։ Չեմ հասկանում, ձեր անգլերենի ուսուցչուհին ձեզ ոչինչ չի անցնել արել։ Չէ, վերջին դասին գրավոր աշխատանք են գրել, տնային չի տվել։ Շատ վատ է։ Ինչպես կարելի է աշակերտին առանց տնային աշխատանք հանձնարարելու ուղարկել տուն։ Ձեզ պետք է այնքան շատ հանձնարարություն տամ,
որ դուք ժամանակ չունենաք հեռախոսի մեջ մտնեք։ Սովորաբար բոլոր ուսուցիչները տենց էլ անում են։ Լինում են օրեր այնքան դաս են տալիս, որ հաց ուտելու ժամանակ չենք ունենում։ Շատ ճիշտ են անում, որտեվ ինչքան քիչ ազատ ժամանակ ունենաք, այդքան ապահովագրված կլինեք տարբեր եւ տարատեսակ անախորժություններից։ Իսկ հիմա բացեք դասագրքերը։ Ընկեր Բարաղամյան, բա չեք ուզում մեր մասին մի քիչ տեղեկություն ասենք ձեզ։ Այդ մեկը ճիշտ հուշեցիր, լրիվ մոռացել էի։ Ես Թորոսն եմ, ասում են Չոպիկ, ինձ մականունս Չոպիկ է, հումորիստ եմ, դասիրակված մի լավ անձնավորություն։ Հա, ինքը Չոպիկն է, ինքը շատ է սիրում ուտել, իրա փորը ոնց որ մի մեծ հոր լինի։ Ես էլ Մագան եմ, եղանակներից սիրում եմ ամառը, սիրում եմ լավ երաժշտություն։ Հա, ամեն լավ խայթում է։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ Մագան իր հոգևոր սնունդը խայթելով է ստանում։ Բայց դե չնայած դրան շատ լավ սիրտ ունի։ Ուղղակի պետքա տամարը բռնել, էլի։ Ես էլ Դավիթն եմ։ Իմ հետ շատ հեշտ է լեզու գտնելը։ Սիրում եմ ազնիվ ու հանգիստ մարդկանց։ Միշտ գնահատում եմ սիրունը։ Մագան ձեզ վառ օրինակ։ Ու չնայած որ Դավիթը նոր է եկել մեր դասարան, շատ լավ կարողանում է բոլորի հետ լեզու գտնել։ Հա, մեկ էլ Դավիթի մոտ կազմակերպչական ջիռն է լավ զարգացած։ Դրա մասին նույնիսկ Մագան է ասում։ Ես էլ Ռեբեկան եմ, անհամբեր սպասում եմ ամառային արձակուրդներին, որ գնամ հանգստանալու, որովհետև շատ եմ հոգնել դասերից ու պարապմունքներից։ Ես շատ եմ սիրում մեր դասարանի երեխեքին, բացառությամբ մի երկու հոգու։ Բայց եթե անկեղծ մի բան ասեմ, հոգնել եմ ամեն տեսակի վեճերից, ուզում եմ, որ բոլորս հաշ լինենք, չնայած դեռ ոչ մի բան չի ստացվում։ Որ քիչ ընկնես ուրիշների ազդեցության տակ կարող է ստացվի։ Ես էլ Հասմիկն եմ, սիրում եմ գրքեր կարդալ, ֆիլմեր նայել, մեծ նշանակություն եմ տալիս կրթությանը ու կարծում եմ, որ մեր հաղթանակը գրագետ ու կիրթ հասարակություն ունենալու մեջ է։ Լիովին կիսում եմ Հասմիկի տեսակետը, ես Շուշին եմ, Արցախից։ Ատում եմ պարտություն բառն ու հավատում, որ մեծ հաղթանակները դեռ առջևում են։ Սակայն ինչպես ասաց Հասմիկը, պետք է ապրենք, արարենք, կրթվենք, որ հաղթենք։ Ընկեր Բարաղամյան, բա չեք ուզում դուք էլ ձեր մասին պատմեք մի երկու բառով։ Ես էլ ընկեր Բարաղամյանն եմ եւ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եւ այս դպրոցում։ Միշտ ապեք, ուրախը դեռ կերևա։ Ընկեր Բարաղամյան, բայց ձեր դեմքը այնքան ծանոթ է, ոնց որ սովետական ֆիլմի դերասան լինեք։ Երեխեք, չեք նմանեցնում ինչ-որ մեկին։ Լավ, անցնենք դասին։ Տիկ, մերսի ամեն ինչի համար։ Չարժե Մարջան։ Ճիշտ է, Մարը, այստեղ ոչ մի բան չկա, որ մի բան արժանա կամ չարժանա։ Մարջան, ես քեզ խոսք եմ տվել, չէ՞։ Դու գիտես, ես իմ խոսքի տերն եմ։ Մանավանդ, որ հիմա ավելի կարևոր բաներ կա, որոնց մասին պետք է մտածես։ Արա դու ով ես, որ իմանաս Մարին ինչի մասին պետք է մտածի կամ անհանգստանաս իր համար։ Ես գիտեմ, որ Մարին հիմա ջերմության ու լավ խոսքերի կարիք ունի։ Ու մանավանդ, որ ես իրեն խոսք եմ տվել, որ քո հետ ոչ մի թեմա չի լինելու։ Իսկ իմ խոստումը մանավանդ Մարին շատ կարևոր է։ Միշտ կլինի, ուղղակի չշարունակեք։ Կլինի, Մարս, կլինի։ Մանավանդ, որ մենք հիմա ստեղից գնում ենք ու էլ ոչ մեկ չի լինելու, որ շարունակելու կարիք լինի։ Դե արի գնացինք։ Գնացինք, սերս։ Ոչինչ, քիչ մնաց։ Մի քիչ էլ համբերի։ Ես ձեզ գրքից հանձնարարություն չեմ տալու։ Դրա փոխարեն կգրեք շարադրություն։ Լավ էլ ընկեր Բարաղամյան, ինչ շարադրություն։ Ինչ լավ էլի։ Թորոս, ապա պատուանից դուրս նայիր։ Տեսնում ես, ինչ գեղեցիկ եղանակ է։ Հա, գեղեցիկ եղանակ է, բայց ինչ կապ ունի դա։ Այ որ մի քիչ ուշադրիր նայես։ Ուսաներդ կգան եւ մի քանի գեղեցիկ նախադասությունով կնկարագրես գարունը։ Հա, այսինքն գարան մասին շարադրություն են գրելու։ Այո, եւ դա դեռ ամենը չէ։ Ում շարադրությունը
եղավ ամենագեղեցիկը, անձամբ իմ կողմից կստանա մրցանակ։ Այդ ուրիշ բան, արժի դրա համար վիզ դնել, բայց ընկեր Բարաղամյան, դուք ինչ եք ուզում, մենք նկարագրենք Գառնան գեղեցկությունը, թե ինչու ենք սիրում։ Չոփ, գումարիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Ու ընդհանրապես Չոփ ջան, այդ քո խելքի բանն չի։ Նենց որ մի տվայտվի։ Համ էլ դժվար մրցանակը ուտելու բան լինի։ Քո արևին բոց արիր, հա։ Բայց ինչի իմ արևին։ Գառնան արևին։ Չեմ հասկանում, իմ ներկայությունը այստեղ ոչինչ չի փոխում։ Նա դրջացեք եւ կենտրոնացեք դասի վրա։ Վերցեք տետրերը։ Ես հիմա մի քանի բառ կթելադրեմ, որոնք անպայման պետք է օգտագործեք շարադրության մեջ։ Գրեք առաջին բառը։ Սուն։ Երևի ուզում եք ասել սան, արև։ Այո։ Գրեք սան։ Հաջորդ։ Նիսե։ Ընկեր Բարեկամյան, անգլերենում նիսե բառ չկա, երևի ուզում եք ասեք nice։ Ես շատ լավ գիտեմ անգլերենում ինչ բառ կա եւ ինչ բառ չկա։ Այո, գրեք nice։ Nice։ Հաջորդ բառը flowers։ Այդ ընդհանրապես չեղավ ընկեր Բարաղամյան։ Ոչ թե flowers, այ flowers։ Ծաղիկ։ Պապիս ձեզնից լավ անգլերեն գիտի։ Իսկ ով է քո պապիկը։ Ինքը ես դպրոցում աշխատում, անգլերենի ուսուցիչ է։ Չէ, ուղղակի շատ լավ անգլերեն գիտի։ Ես ինչ սովորել եմ, իրանից եմ սովորել։ Այ որ իմ դասին ուշադիր լինես, ահագին բաներ ինձանից կսովորես։ Եվ հետո ես հատուկ եմ սխալ թելադրում, որ իմանամ դուք ճիշտ տարբերակը գիտեք, թե չէ։ Օ, հանճարեղ է։ Գիտես Նախշուն ջան, ես միշտ սարսափել եմ այս բանից։ Իսկ Կարոյի հայտնվելուց հետո մեր կյանքում չեմ ուզել մտածել այդ մասին։ Ես գիտեի, որ Մարի շատ դժվար է տանելու այս վիճակը։ Կարող է մի պահ զատու դնել։ Ինչև էս ամեն ինչը հանդարտվի։ Չէ։ Ով ուզում է լինի, ինչ ուզում է անի, ոչ մեկ չի կարող գա իմ մոտ ու իր պահանջները թելադրի։ Ու եթե այդ կանը չհասկացա, ուրիշ ձև կհասկացնենք։ Այլևս իմ կյանքում ոչ մի բան նույնը չի լինելու։ Անհեթեթ բաներ ես խոսում նա։ Ոչ մեկը ինձ չի հասկանում, ոչ մեկը չի փորձում մտնի իմ դրության մեջ։ Մարս, տենց մի ասա։ Այդ հիմա միակ ճշմարտությունն է, որը ես հասկանում եմ։ Դե հիմա այդ գործը թող, արի ինձ օգնես, կտորները գցենք ես բազմոսների վրա։ Ինձ կներեք, բայց դա այդքան էլ լավ միտք չի։ Ինչի՞։ Չգիտեմ, բայց ինձ թվում է ավելի ճիշտ համոզված եմ, որ դա տեխնիկային չի կան։ Ինչի ես եկել։ Ես քո հետ ոչ մի բան չունեմ խոսելու, հենց որ կարաս գնաս։ Նախ ինձ մի ասա, ես ինչ անեմ կամ չանեմ։ Երկրորդն էլ ես եկել եմ քեզ հետ խոսելու եւ մենք կխոսենք։